Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, խնդրում եմ քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում եմ քո այսօրվա թարմոծությունը, նորոզությունը, խնդրում եմ քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր, ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում եմ քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան, ինչ որ քեզանից է, քո հոգու զորությամբ թող արձակված լինի մեր կյանքերի վրա, մեր իրավիճակների վրա։ Քո կամքը բարին, հաճելին ու կատարյալն է։ Քո կատարյալ կամքը թող կատարվի ամեն մեկիս կյանքում։ Սիրելի հայր, փառավորվիր Հայաստանի վրա։ Քո խոսքի համաձայն։ Այն խոսքը, որ դու ունես մեր համար, քո հոգու զորությամբ իրականություն դարձրա։ Անկախ նրանից, թե ով ոնց է դրան վերաբերվում, միևնույնն է քո խոսքը մնում է անփոփոխ ու խոսքի հեղինակն ու կատարողը դու ես։ Ամեն բան, որ բարձրացած է քո կամքի դեմ, քո տեսիլքի դեմ, թող խոնարհվի քո ոտքերի առաջ ու ամեն հակառակություն, որ կա տեսիլքի դեմ, թող փշրվի։ Ամեն հպարտացած ու կարծրացած սիրտ, որ հակառակված է քո տեսիլքին, թող խոնարհվի քո առաջ։ Ամեն թագավորի սիրտը քո ձեռքերի մեջ է։ Քո զորությամբ կպիր ու թագավորի սրտերը ուղղիր դեպի քո կամքի իրականացումը։ Իրականացրա ամեն բան քո հոգու զորությամբ, թող քո փառքը հայտնապես երևա ամեն իրավիճակի վրա ու ամեն մեկի կյանքում Հիսուսի անունով, ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, նորից ուզում եմ անդրադառնալ տեսիլքի հետ կատարվող իրադարձություններին, այսինքն այն ինչ որ կատարվում է Հայաստանի շուրջ բոլորը, տեսիլքը, որի մասին խոսում եմ, որ բոլոր ազգերին կոչ եմ անում զինելու, պատրաստելու մինին արարատն ու ասքանազը, փաստացի դրան հակառակ կատարվում են գործողություններ, հայտարարություններ են հնչում, որ ոչ թե դրանք տանում են տեսիլքի իրականացմանը, այլ ճիշտ հակառակը, դրանք խոսում են մի բանի մասին, որ Հայաստանը տանում են գերության մեջ, թուրանական ծրագրի մեջ, ու ընդհանրապես խոսք չկա տեսիլքի մասին։ Այսինքն Աստված մի բան է ասում, Սատանան իր ծրագրերն է առաջարկում, ու իր ծրագրերի մեջ ուզում է Հայաստանին տանելով, ամբողջությամբ գերության մեջ պահելով, խորտակի Հայաստանը ու մոռացնել տա Հայաստանի կոչումը։ Սա Սատանայի ծրագիրն է, սրա մեջ ոչ մի զարմանալու բան չկա։ Սատանան Աստծո հակառակորդն է ու ամեն իր քայլերով ինքը միշտ անում է հակառակը, որպեսզի Աստծո կամքը ընդհանրապես չկատարվի։ Բայց Սատանան ինքը արդեն պարտված ոչնչություն է, որտեղ Հիսուսը իրան հաղթել է խաչի վրա 2000 տարի առաջ ու հաղթանակը ամբողջությամբ բոլոր բնագավառներում պատկանում է Հիսուս Քրիստոսին։ Սատանան ընդհանրապես ջանքեր է անում, բայց իր ոչ մի ջանքը հաջողություն չի ունենալու։ Հիշում եք, երբ որ Աստված Մովսեսին ասեց, որ իր ժողովրդին հանի գերությունից, ինքը երբ որ եկավ Փարավոնի մոտ ու ասեց, որ ժողովրդին բաց թողի, որ գնան անապատ Աստծուն երկրպագություն անեն, Փարավոնը դրան հակառակ խստացրեց իրանց վրա աշխատանքը, ասեց երևի ձեր ժամանակը շատ է, պարապ եք մնացել, դրա համար նման բաներ եք մտածում, ու իրանց վրա կրկնապատկեց աշխատանքը, որպեսզի այլևս այդ մասին չմտածեն։ Այսինքն Աստված Մովսեսի ձեռքով ուզում էր Իսրայելի ազատությունը, Սատանան Փարավոնի միջոցով այդ լուծը, այդ գերությունը էլ ավելի խստացրեց ու ծանրացրեց։ Ու տպավորությունն էր, որ երբևէ դա չի կատարվի, որովհետև ֆիզիկական աչքերով այլ բան էր երևում, Աստծո ասածը բոլորովին այլ բան էր։ Ու սա շատ նման է նրան, ինչ որ ես ասում եմ ազգերին պատրաստելու մինին, արարատն ու ասքանազը, ու դրան հակառակ հնչում են հայտարարություններ, որ ծրագրավորված է արդեն Հայաստանի թուրանի մաս լինելը, ու Հայաստանը որևէ տարբերակ չունի, ավելի մեծ գերություն է
նախապատրաստված Հայաստանի համար։ Այս նորից եմ ասում, հաղթողը Աստված է, սատանայի ոչ մի ծրագիրը հաջողություն չի ունենալու, ոնց Փարավոնի դեպքում Փարավոնը ինչքան էր որ հակառակված էր, վերջում ստիպված եղավ բաց թողելու Իսրայելը, որտեղ իր հակառակության պատճառով իր տան մեջ, ամեն մեկի տան մեջ մահ կար, ու դա իրանց աննազանդության արդյունքն էր Աստծուն որևէ մեկը չի կարող հակառակվի հաջողություն ունենա։ Վերջին հաշվով, եթե չեն ուզում հոժարությամբ հնազանդվեն, կատարեն Աստծու կամքը, ուղղակի ստիպված հայտնվում են իրավիճակների մեջ, որ պարտադրված են դա անում։ Փարավոնը մինչև չտեսավ այդ մահը իր ողջ երկրով մեկ, ստիպված չհամաձայնվեց Աստծու կամքին։ Ցավոք սրտի այս նույն բանը սպասվում է այն բոլոր երկրերին, որոնք հակառակված են Աստծու կամքին ու չեն ուզում հոժարությամբ կատարեն Աստծու կամքը։ Աստված միևնույնն է տանելու է փառավոր հաղթանակ։ Մի բան էլ կա, որի մասին նորից ուզում եմ ասեմ, ու էլի այս ուղղությամբ է, այսօր Աստված այս ուղղությամբ խոսում էր ու ցույց էր տալի ինչքան կարևոր է, որ մենք աչքի երևույթով չնայենք ինչա կատարվում։ Հիշում եք մի օրինակ էլ կար, երբ որ Իսրայել ժողովուրդը, երբ որ անապատով գնում էր ու պետքա գնար խոստմունքի երկիր ու ժառանգեր Քանանի երկիրը, իրանք մոտեցան Երիխոնին, հենց այն հատվածին, որտեղ արդեն Քանանի երկիրն էր, ու Մովսեսը ուղարկեց 12 լրտեսներ, որ գնան երկիրը լրտեսեն, տեսնեն ոնց է պաշտպանված, ովքեր են ապրում, ընդհանրապես այդ երկիրը օրհնված երկիր է, ինչով է յուրահատուկ, առանձնահատուկ, բոլոր կողմերով պետքա ուսումնասիրեին։ Երբ որ 12 լրտեսները գնացին ու վերադարձան, իրանք իրանց հետ բերեցին խաղողի մի ողկույզ, ընդեղի պտուղը, որպեսզի տեսնեն բոլորով թե ինչ պտղաբերություն կա Քանանի երկրում, ու այդ այնքան մեծ էր այդ ողկույզը խաղողի, որ 2 հոգի ճյուղի վրա, փայտի վրա կախած մի կերպ բերեցին։ Այսինքն հսկայական պտուղ կար այնտեղ, շատ մեծ օրհնություն կար այդ երկրում, բայց 12-ից 10-ը, բացի այն օրհնությունը, որ իրանք տեսել էին, նաև տեսել էին պրոբլեմը, այսինքն 12-ն էլ տեսել էին այդ պրոբլեմը, որտեղ այնտեղ ապրում էին հսկաներ։ Ու դրանցից 10-ը խոսում էին այն մասին, որ այդ հսկաները այնտեղ ապրում են ու իրանք հնարավոր չի, որ կարողանան իրանք հաղթեն։ Այսինքն իրականում իրանք ներկայացնում են այն խնդիրը, որ առկա է, բայց խնդիրը նրանում էր, որ իրանք պրոբլեմը ներկայացնում էին, բայց մոռանում էին, որ իրանց հետ գտնվողը Աստված ավելի զորեղ է, քան այդ հսկաները։ Ու միայն Հեսուն ու Քաղեբն էին, որ ասում էին, այո, հսկաներ կան այնտեղ, բայց Աստված մեր հետ է, ու քանի որ Աստված է մեզ տանում այդ երկիր, մենք անպայման կհաղթենք, որտեղ Աստված մեզ խոստացել է։ Բայց ցավոք սրտի այն 10 հոգու սիրտը թուլացած էր պրոբլեմը տեսնելով, ու իրանք թուլացրեցին ողջ ժողովրդի սիրտը, ու իրանց անհավատության պատճառով, որ սկսեց տիրել բոլորի մեջ, իրանք չժառանգեցին այդ ժամանակ խոստմունքի երկիրը, ու ստիպված նորից սկսեցին անապատում պտտվել, ու այնքան պտտվեցին, մինչև այդ սերունդը ամբողջությամբ մահացավ ու մնաց անապատում, անհավատությունը մեռավ, ու միայն Հեսուն ու Քաղեբը մնաց, ու սերունդը նոր սերունդ ծնվեց, որոնք և հետագայում ժառանգեցին խոստմունքը։ Սա ասելով ուզում եմ ասեմ, տեսիլքի մասին ձեզանից շատերը արդեն լսել են ու շատերիդ մեջ հավատք առաջացել, շատերը անկախ ամեն ինչին վստահ են, որ Աստված իր խոստմունքը կկատարի, բայց ցավոք սրտի կան մարդիկ, որ տեսնելով խնդիրը, տեսնելով պրոբլեմը, տեսնելով ստեղծված իրավիճակները ու այն վտանգները, որ հիմա կախված են Հայաստանի գլխին, որ Հայաստանը տանում են նոր մարտահրավերների մեջ, նոր գերության մեջ, նոր գերություն են պատրաստել Հայաստանի համար, մանավանդ որ դա երբ որ խոսում է Ամերիկայի ձեռքով որպես գերզոր պետություն ու խոսում է, որ իր ծրագիրն է, որ Հայաստանը լինի Թուրանի մի մաս,
Շատերի սիրտը սա թուլացնում է ու բոլորով, ովքեր որ մինչև հիմա հավատում էին, սկսում են կասկածել։ Այս նորից պետքա շեշտադրում անեմ այս խոսքի վրա, այո, խնդիրը կա, Ամերիկան ու մյուս երկրերը բավականին հզոր են ու Հայաստանի համեմատ իրականում հզոր են, մենք մեր ուժերով չենք կարա իրանց հաղթենք, բայց մեր Աստված, որը խոստունքի հեղինակն ու կատարողն է, այդ բոլոր երկրից զորավոր է, ու այդ բոլոր երկրերը Աստծո համեմատ ոչնչություն են, եթե փորձեն Աստծո կամքին հակառակվեն։ Մենք խոստունքը ժառանգելու ենք ոչ թե մեր զորությամբ, ոչ թե մեր կարողությամբ, այլ Աստծո զորությամբ։ Հիշում եք անցած անգամ պատմածս երազի մեջ, երբ որ ես այդ բարբա էի կպնում ու ուժս չէր հերիքում, ես իմ կարողությամբ ի վիճակի չէի հաղթելու, բայց երբ որ չհանձնվելով ես աղաղակում էի ու ասում էի Աստված ինձ օգնիր, Աստված իր օգնությունը ուղարկեց, զորացրեց ինձ ու անհավանական հաղթանակ ունեցա։ Դա ուղղակի օրինակ է, թե ոնց է քո տկարության մեջ Աստված իր զորությամբ ներգործում ու տանում հաղթանակ քո փոխարեն ու փառավորում իր սուրբ անունը։ Նորից եմ ասում, տեսիլքի հեղինակն ու կատարողը Աստված է։ Ամեն բան Աստծո կամքին հակառակված խոնարհվելու է Աստծո ոտքերի տակ։ Շատ լավ կլիներ, որ բոլոր երկրները լսելով ուղերձը հնազանդվեին Աստծո կամքին, որպեսզի օրհնության մեջ լինեին, բայց եթե նախընտրում են հակառակվելը, ուրեմն դա իրանց ընտրությունն է։ Թող ձեր կյանքում լինի հաղթանակ Աստծո կողմից ու դուք ստանաք արժանի հակահարվածը Աստծուց ու Աստված թող փառավորվի ձեր բոլորի վրա ու Հայաստանը առանձնացնի ու բարձրացնի ու մտցնի այն կոչումի մեջ, որի մեջ որոշել է։ Ցանկացած գերություն, որ ուղղված էր Հայաստանի դեմ, Հայաստանը կլանելու, գողանալու, ստրկացնելու, Հիսուսի անունով անիծված լինի ու դատապարտված լինի։ Փառավորվի Հիսուս Քրիստոսի սուրբ անունը, իր բացարձակ կամքը, որ ունի Հայաստանի վրա, մինի Արարատի ասքանազի սահմաններով Հայաստանի վերածնունդը, որն էլ կանչված է վերջի ժամանակներում Աստծո կամքը կատարելով Հիսուս Քրիստոսի փրկության ավետարանը տարածելով ազատի մարդկանց բաբելոնյան գերությունից։ Հայաստան, օրհնում եմ քեզ քո կոչումի համաձայն ու օրհնում եմ ամեն մեկին, ով որ միաբանված է քո կամքը կատարելու։ Սիրելի Հայր, քո փառքով ծածկիր Հայաստանը ու գերբնական օրհնությունդ ու պաշտպանությունդ լինի ամեն մեկի վրա, ով որ միաբանված է քո կամքը կատարելու ու քո փառքը ամբողջ աշխարհով տարածելու գործում։ Օրհնված լինի քո անունը Հավիտյանս Հավիտենից։ Ամեն։